Գենային մուտացիա Գենային մուտացիան ԴՆԹ-ի կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունն է կամ սխալը, որը կարող է փոխել գենի աշխատանքի ձևը։ Սուպերհամառու Այս գենը կոդավորում է դառը համի ընկալիչներ լեզվի վրա։ Մուտացիայի տարբեր ձևերը որոշում են արդյոք մարդը ուժեղ է զգում դառը համերը։ Մեխանիզմ Սուպերհամառուների լեզվի վրա մոտ 2 անգամ ավելի շատ համային կետիկներ են, քան սովորական մարդկանց մոտ։ Արդյունք՝ դրանք շատ զգայուն են որոշ դառը բույսերի, սուրճի, ալկոհոլի համի նկատմամբ։ Օգտակար կողմ Պատմականորեն այս հատկությունը կարող է պաշտպանել մարդկանց թունավոր բույսեր ուտելուց։ Բացասական կողմն այն է, որ այս մարդիկ հաճախ խուսափում են առողջ բանջարեղենից, օրինակ բրոկոլիից կամ կաղամբից, քանի որ դրանք չափազանց դառն են իրենց համար։ Սուպերքնած Այս մուտացիան փոփոխում է ուղեղի կենսաբանական ժամացույցը և ազդում է քնի խորության ու արդյունավետության վրա։ Արդյունք՝ մարդիկ կարող են քնել ընդամենը 4-ից 6 ժամ և ունենալ նույն վերականգնման մակարդակը, ինչ 8 ժամ քնած մարդը։ Օգտակար կողմ Ավելի շատ արթուն ժամեր առանց հոգնածության։ Շատ գենետիկ կարճ քնածներ պատմականորեն եղել են չափազանց արտադրողական մարդիկ։ Բացասական կողմ Մուտացիան հազվադեպ է, և արհեստականորեն քիչ քնելն առանց այդ մուտացիայի վնասակար է առողջության համար։ Թալասեմիա Այս մուտացիաները փոփոխում են կարմիր-արյան բջիջների մակերեսն այնպես, որ մալարիայի մակաբույծը չի կարողանում հեշտությամբ ներթափանցել ներս։ Մի պատճեն ունեցող մարդիկ ավելի դիմացկուն են մալարիայի ծանր ձևերի նկատմամբ, սակայն բացասական կողմն այն է, որ եթե մուտացիան փոխանցվում է երկու ծնողից, ապա կարող է առաջացնել ծանր արյան հիվանդություններ, օրինակ սիկլային անեմիա։ Տարածվածությունը հիմնականում Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Միջին Արևելքի երկրներում է։ Ցավի անզգայունություն Այս գենը վերահսկում է նյարդային բջիջների մեջ գտնվող նատրիումի անցուղիները, որոնք փոխանցում են ցավի ազդանշանը։ Երբ այս գենը վնասված է, ցավի ազդանշանը չի հասնում ուղեղին։ Արդյունքն այն է, որ մարդիկ չեն զգում ցավ, նույնիսկ կոտրվածք կամ այրվածք ունենալիս։ Օգտակար կողմն այն է, որ կարող է օգնել հասկանալու, թե ինչպես զարգացնել նոր ցավազրկող տեղեր, իսկ բացասական կողմն այն է, որ այդ մարդիկ հաճախ ունեն վնասվածքներ, որոնք ուշ են նկատում։ Ցածր խոլեստերինի մուտացիա Այստեղ PCSK9 սպիտակուցը սովորաբար խոչընդոտում է լյարդին մաքրել վատ խոլեստերինը (LDL) խոլեստերինը արյունից։ Երբ այս գենը մուտացված է, սպիտակուցը չի գործում և LDL-ը իջնում է։ Արդյունքն այն է, որ արյան մեջ շատ ցածր է խոլեստերինը և փոքր է ռիսկը սրտի կաթվածի համար։ Օգտակար կողմն այն է, որ այս մուտացիան հիմք է հանդիսացել PCSK9 ինհիբիտոր դեղերի ստեղծման համար։ Սուպերթոքեր Այս գեները կարգավորում են, թե ինչպես է մարմինը արձագանքում թթվածնի պակասին։ Տիբետցիների մոտ մուտացիան թույլ է տալիս ավելի քիչ հեմոգլոբինով պահպանել բավարար թթվածնի քանակ։ Նրանց օրգանիզմը հիանալի է հարմարված բարձր լեռներում ապրելու համար։